Ուշադրություն, բարև ձեզ սիրելի մարզասերներ։ Հանրային հեռուստատեսությունը ուղիղ հեռարձակմամբ սկսում է ձեր ուշադրությանը ներկայացնել փոքր երկրների բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը։ Առաջին անգամ պատմության մեջ Հայաստանի ազգային հավաքականը մասնակցում է այս մրցմանը։ Հավաքական մեր ընտրանին է ձեր էկրաններին Տիգրան Գյոքչյանի ղեկավարությամբ։ Ցավայր է մեկնել լուրջ հավակնություններով և ֆավորիտի կարգավիճակով։ Զարմանալի չթվա, բայց դա այդպես է, մենք ունենք այսօր զորեղ հավաքական և քիչ հետո կհամոզվենք դրանում։ Այնտեղ համար 13 Անտոն Ռուսևսկի, համար 21 Վիտալի Օպրիա։ Հենց Վիտալի Օպրիան էլ բացում է հանդիպման հաշիվը կազմում, համար 27 Դենիս Մելնիցուկ և համար 12 Էմիլ Օստավցյուկ։ Եվգենի Մելնիկը ամենափորձառուն է, նա 37 տարեկան է։ Շատ լավն է, շատ գերազանց նետում է կատարում Զարե Զարգարյանը։ Այստեղ դժվար խնդիր է մեկնաբանի համար։ Փորձենք, նետումը Վիտալի Օպրիայի կատարմամբ ճիշտ էր, երկրորդը ոչ, ռեբաունդ Զարե Զարգարյանի երկար մտածելուց հետո այսպիսի նետում շատ լավ է փակում Դանստոնը, երազանց բլոկ շոտ, երկրորդը նրա կողմից, երկու անգամ ֆանտաստիկ խաղաց, լավ փոխանցում և ապրես դանք, առաջին դանքը Արտյոմ Թավակալյանի կատարմամբ, չարեին պետիրում գնդակի, կարելի է, Մկրտչյան, 3 միավոր, և գերազանց է, 9-3, Անդրես Պայտ Մկրտչյան, Հայաստանի հավաքականի համար սա իհարկե մրցակցային ու 3 միավոր, մրցում առայժմ միասին չեն խաղացել, և սա առաջին խաղն է գերազանց է, 3 միավոր, ազգային առաջնությունում հանդես եկողներ, խաղի կանոնների խախտում Բրայանտ Դանստոնի հետ պայքարում, նա 30 տարեկան է, 2 մետր 4 սանտիմետր հասակ ունի, ծանր հարձակվող է։ Արթուր Խաչատրյանն է մտել խաղադաշտ Հայաստանի հավաքականի կազմում, Զարե Զարգարյանի փոխարեն, Արթուր Խաչատուրյանը համեմատաբար ավելի երիտասարդ է։ Գերազանց երկրորդ նետում և 14-8 գրանը, ահա հենց նա էլ գնդակով է, լավ փոխանցում էր Մկրտչյանին, Մկրտչյանը շարժեց տեղից, ապակում, նրա հայրը հայ է, մայրը ուկրաինուհի, Գերազանց է, Մկրտչյան, հետո էլ ինչ փոխանցում, Խաչատուրյան, 3 միավոր, անհաջող նետում և հեռվից, կարելի է, բայց ոչ, շեղ ստացվեց, ինչև է սիրելի բարեկամներ, 7 միավորի առավելությամբ Հայաստանի հավաքականը հաղթում է առաջին քառորդում, երկրորդ քառորդը, սա 2 միավորանոց էր, և հաղթող է դուրս գալիս օղակի տակ, Օստավցյուկը ու ապացուցել է, որ ահա տեսնում եք վիճակագրությունը 40%, 42, 3 միավորանոցները, 30 ու 77, գրեթե հավասար արդյունք, Կոնստանտինովը խաղում է Ամիր Խանյանի հետ, լավ փոխանցում էր, կարելի է գրոհել, 2 միավոր, և 2 միավոր Եվգենի Մելնիկի կատարմամբ, լավ էր գոնե այս գեղեցիկ նետումը 3 միավորանոց կար այստեղ խախտում կար անկասկած Անդրեյ Կոնստանտինովի կողմից, չի ստացվում նաև երկրորդ նետումը, որոշեց փոխանցում կատարել, չնետել, իսկ հիմա 2 միավորանոց նետում, Գերգի Միրզոյանցը Ռուսաստանի Տամբով թիմում է հանդես գալիս, որ Կոնստանտին Միրզոյանցը Ռուսաստանի Տամբով թիմում է հանդես գալիս, գերազանց է, հենց նա էլ վաստակում է, առաջին նետումը դիպուկ է,
Երկրորդը նույնպես Իրխանյանն է գնդակով։ Հաղում է Անդրեյ Մկրտչյանի հետ։ 3 միավորանոց։ Ճիշտ է։ Վերջում Տիգրան Գյոքչյանը որոշեց ուժեղացնել նորից կենտրոնականներով կազմ։ Կարելի է 3 միավորանոց, ճիշտ է։ Վարում էր գնդակը, փոխանցում Զարե Զարգարյան և Մայք Դանիելյան, 3 միավոր, գերազանց է, 41-30 վերջին վար, գերազանց նետում և ավարտվեց, թե, այո, սիրելի բարեկամներ, առաջին խաղակեսը ավարտվեց, մեզ այնպես որ հիմա ընդմիջում է լինելու մեր հերվից նետում, և գեղեցիկ էր, որ ճիշտ չես ասի։ Լավ են խաղարկում և 3 միավորանոց, ճիշտ է, գերազանց նետում, ճիշտ ապում Մկրտչյանը և 3 միավոր, հիմա 3 տուգանք կկատարի, գերազանց է, 57-45, 58-45, Հայաստանի հավաքականը գնում է վերջին ընդմիջման, 4-րդ քառորդ։ Հիմա Հայաստանի բասկետբոլի հավաքականը արդեն կայացած է, սիրելի բարեկամ, շատ ցավում եմ, որ ստիպված ենք ուղղակի դուրս գալ եթերից, բայց հիշեցնում եմ, մենք որևէ մեղք չունենք։ Մրցման կազմակերպիչները որոշել էին բացման արարողություն կազմակերպել այս հանդիպման հաշվին։ 3 վարկանանոց գոտի, փոխանցում Միրզոյանցին, Դանստոն, 2 միավոր, հաշվել է պետ։ Սա հաշված, պիտի հաշվել, սա 2 քայլ կատարված ու հաջողված նետում էր մրցավարները։ Սա բոնուսային ֆոլը պիտի լինի։ Իմ կարծիքով պիտի հաշվել դա։ Այո, իհարկե, հաշվել են, սա էլ բոնուսային ֆոլն էր, ճիշտ է։